ես ավելի պատասխանատու կհնչեցնեմ այն ժամանակաշրջանի մասին ինֆորմացիան, որը իմ օրոք է տեղի ունեցել, ուղղակի կարող եմ ասել, որ կա սպառազինության եւ ռազմական տեխնիկայի հնգամյա պլան, որը իմ նախարար եղած ժամանակաշրջանում ինքը փոփոխող փաստաթուղթ է, այսինքն գլխավոր շտաբը ներկայացնում է ոչ թե կոնկրետ զինատեսակներ, այլ զինատեսակներ եւ ըստ հնարավորությունների նաև հետագայում երբ լինում է հնարավորություն միջազգային շուկայում իրենք ըստ դրա որոշում են ընդունում եւ գլխավոր շտաբի պետի որոշման համաձայն պաշտպանության նախարարությունը ձեռնարկում է պաշտպանության նախարարը ձեռնարկում է գնման գործընթաց եւ կարող եմ ասել որ այս տարի մենք նախաձեռնելու ենք արդեն հաշվի առնելով որ 26 թվականի արդեն նոր կառավարություն է լինելու 26-31 թվականի հնգամյա նոր պլան է Ինչ վերաբերում է կրոնական հարցերին, հարգելի գործընկերներ, ես երբ որ դուք ինձ հարցնում եք, ես բնականաբար այդ հարցերին պիտի պատասխանեմ, ես չեմ կարող ձեր հարցերին չպատասխանեմ, երբ ինչպես նշում է գործընկեր լրագրողը, սա չի իմ օրակարգը, ես պիտի մտնեմ այդ հարցերի մեջ, քանի որ դուք ինձ հարց եք ուղղում, ես չեմ կարող հեռու մնալ, բայց որպես քաղաքացի ես իմ կարծիքը ունեմ եւ օրակարգի մասին եւ ամենի մասին, եւ բնականաբար պիտի արտահայտեմ ու արտահայտում եմ այդ թվում նաեւ Պատարակներին իմ մասնակցությամբ, սա իմ քաղաքացիական դիրքորոշումն է, որը ես հրապարակարարորեն արտահայտում եմ իմ մասնակցությամբ։ Եթե այլ մանրամասներ են հուզում, ես կարող եմ նաև գնահատականներ հնչեցնել, բայց քանի որ այսօր պաշտպանության նախարարի ասուլիսն է, ես կարծում եմ դրա տեղը չի եւ հարիր է, որ մենք խոսանք մեր հիմնական խնդիրների մասին։ Եվ քանի որ Դրանք իրենց ամբողջ զորությամբ ի վերջո կիրառվելու են թե ոչ։ Այսօր մենք Su-30-ների համար ունենք բավարար որոշակի սպառազինություններ, այդ թվում նաև ակնկալում են որոշակի համալրումներ, Su-30 օդանավերը կամ կործանիչները բավականին լավ կործանիչներ են, ես շատ բարձր եմ գնահատում իրենց դերը եւ կարծում եմ որ իրենք մեծ դեր կարող են ունենալ մեր երկրի եւ հակաօդային պաշտպանության եւ տարածքային ամբողջականության պաշտպանության գործում։ Թվականակի ավելացում։ Այս պահին ես առաջարկում եմ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի գնումների մասին ինֆորմացիա չտան, բայց այն որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը շարունակելու են սպառազինվել նորագույն տեխնիկայով, դա կարող եմ հավաստիացնել։ Եվ խնդրի արդիականացման գործընթացից է։ Օրինակ մենք ունենք ռուսական տեխնիկա, սպառազինություն, որոնք կարիք ունեն արդիականացման, որպես եւ իրենց շատ լավ դրսևորեն։ Հարգելի գործընկերներ, այն որ մենք նորագույն տեխնիկա ենք ձեռք բերում ու նաեւ փորձում ենք որ դա լինի ժամանակակից, այդ թվում նաեւ նատոական ստանդարտների սպառազինություն, բայց սա չի նշանակում, որ մենք հրաժարվել ենք նախկինում ունեցած մեր սպառազինությունից։ Մենք շարունակում ենք դրանք թարմացնել, մենք շարունակելու ենք դրանք ադապտացնել նոր սպառազինության հետ որովհետև դա մեր ունեցած ռեսուրսն է եւ բնականաբար արդիականացումը իր հերթին կարող է ունենալ մեծ նշանակություն, սա իրենց արժեք է ներկայացնում եւ յուրաքանչյուր իրենց արժեք ներկայացնող սպառազինություն մեզ համար կարեւոր է։ Շնորհակալ եմ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար